Բարի օր, հարգելի հայրենակիցներ, ուրեմն այսօր եւս կարճ Facebook-յան եթեր եմ մտնում, հարգելիներս, մի քանի ուրեմն դիտարկումներ անելու համար, այսպես ճանապարհին ընթանալիս, ինչպես տեսնում եք, քանի որ զբաղված եմ անընդհատ, եւ միջև այն առարկայական եթերը, որին ժամանակ եմ հատկացնելու եւ խոսելու եմ այն մասին, որ այսօրվա վարչախումբը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության իրավարար հիմքերի ուրեմն կազմաքանդմամբ է այլևս զբաղված, այսինքն Սրբույի Գալյանների միջոցով անկախության հռչակագիրը, որը ունի իմպերատիվ պարտադիր բնույթ եւ դա ամրագրված է, որ անկախության հռչակագիրը չի կարող փոփոխության ենթարկվել, այսօր ինչ-որ նոր սահմանադրություն են մշակում Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով, որի նպատակն է անկախության հռչակագիրը ուրեմն հանել, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարելի ասել կազմաքանդել։ Հիմա ուրեմն մի քանի կարևոր բան նաեւ ասեմ, մինչեւ այդ թեմային առարկայական անդրադառնալը։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն մեր երկրում քաղաքական գործունեություն ծավալելու իրավունք ունեն բոլորը, բայց միևնույն ժամանակ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն։ Հիմա այդ օրենսդրությամբ բոլոր այն մարդիկ, այն թեկնածուները, այն անձինք, կլինի Սամվել Կարապետյան, կլինի այնտեղ Վարդան Ղուկասյան տոկը, որը ունի որոշակի ենթադրենք հասարակական աջակցություն։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավունք չունեն առաջադրվելու վարչապետի թեկնածության համար, որովհետև որպեսզի վարչապետի թեկնածություն ուրեմն կարողանան տնել, նրանք առնվազն 4 տարի պետք է Հայաստանի Հանրապետությունում ուրեմն ապրած լինեն։ Եվ հիմա հարց է ծագում, հարգելի հայրենակիցներ, երբ որ մենք այսօր ունենք այս ուրեմն խայտառակ իրողությունը, այս գործող վարչախմբի օրոք, եւ այդ պայմաններում այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, հանրային եւ հասարակական ուշադրությունը շեղում են դեպի իրենց թեկնածությունը, չունենալով դրա իրավունքը, ինչ է ստացվում, որ այդ մարդիկ ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, իրենք գիտեն, որ իրենք թեկնածություն տնել չեն կարող, բայց փորձում են այսպես ինչ-որ դիրքեր ապահովել եւ ինչ է ստացվում, որ այդ ձայները, որոնք ենթադրեն կարող են գնալ մեկ այլ ուրեմն գործ չի օգտին, չէ, դուրս է գալիս, իրենք այդ ձայները այս փուլից սկսած փորձում են գեներացնել իրենց անձի շուրջ, իսկ իրենց անձերը իրավունք չունեն առաջադրվելու ուրեմն երկրի ուրեմն վարչապետի պաշտոն։ Միևնույն ժամանակ ուզում եմ մի դիտարկում անել նաև հետևյալի հետ կապված բոլոր այն կուսակցությունները, որոնք ուզում են դրսևորվել քաղաքական դաշտում, հրաշալի է, ուզում են աշխատանք տանել, պատրաստական են, բայց միևնույն ժամանակ իրենց շանսերը պետք է ռեալ հաշվարկեն եւ հասկանան, որ եթե իրենք չեն հաղթահարում ուրեմն այդ 4%-ի շեմը, ապա այդ ձայները գնալու են ուրեմն այն ուժերին, որոնք այդ պահին ավելի մեծամասնություն կձևավորեն։ Հիմա ուրեմն մենք հասկանում ենք, որ այդ ուժերից որքան էլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում ապրած լինի, Նիկոլ Փաշինյանի ձեռքին է այս պահին ուրեմն իշխանությունը, ամբողջ վարչական ռեսուրսը, ընտրատեղամասերում տեղի ունեցող գործընթացները, այսինքն Նիկոլ Փաշինյանը այդ բոլոր ռեսուրսները գործի տնելով, չէ, ընտրախախտումները, ընտրակեղծարարությունները, ամբողջ վարչական ռեսուրսը եւ այլն, այդ ամեն ինչը գործի տնելով, չէ, որոշակի տոկոս ամեն դեպքում հավաքելու է։ Եվ հիմա ինչ է ստացվում, որ այն բոլոր կուսակցությունները, որոնք փոքր խմբերով գործում են, հիմա եթե առանձին այդ մարդիկ գնում են ուրեմն ընտրությունների, այդ ձայները ենթադրենք շեմը չեն հաղթահարում, դուրս է գալիս, որ իրենք իրենց աշխատանքը, քրտինքը, ջանքերը, ամեն ինչը գործադրեցին, հետո դոնթի բանաձևով այդ ուրեմն ձայները գնալու են այն ուժերին, որոնք այդ պահին մեծամասնություն են կազմել ընտրությունների արդյունքում։ Հիմա ավելի լավ չի լինի, որ այս փուլից սկսած
ուրեմն բոլոր այդպիսի քաղաքական ուժերը միավորվեն, կներեք, զանգ է գալիս, միավորվեն, այդ միավորման գործընթացը գնա եւ դառնա առարկայական, եւ մենք վերջապես լուրջ խոսք ասենք, անկախ նրանից, թե, չգիտեմ, ենթադրենք, այս մի խմբում, այսինչ անձի նկատմամբ ինչ վերաբերմունք կա, կամ այն ինչ խմբում, այն ինչ անձի նկատմամբ ինչ վերաբերմունք կա։ Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև եւ բոլորս պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները մի կողմ դնելու։ Ենթադրենք կարող է ես էլ ինչ-որ մի կուսակցության, այսինչ անձնավորության նկատմամբ այդքան էլ, չգիտեմ, դրական վերաբերմունք չունեմ կամ եւ այլն։ Այստեղ խանգարում է անընդհատ, հա, բայց պետական շահերը, չէ, ինձ համար պետք է լինեն առավել, սիրելիներս։ Պետական շահերը այս ստեղծված իրողության պայմաններում մեզ համար պետք է լինեն առավել։ Դրա համար ես հորդորում եմ, խնդրում եմ, կոչ եմ անում բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր այսպես ուզում են դրսևորվել, իրենք այդ միացման գործընթացին, որը Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը գեներացնում է եռագույն դաշինքի շրջանակներում, դառնան դրա մասը։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք։